Վաղը ժամը 19:19-ին Փակ TV եթերում կարող եք դիտել ԴՕ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նոր բացառիկ հարցազրույցը մեկնաբան Համլետ Ղուշյանի հետ։ Մեր եթերում սպասվում են նոր բացահայտումներ։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունները, այն կօգնի մեր ալիքի առաջխաղացմանը։ Կլինեք մշտապես տեղեկացված բոլոր կարևոր իրադարձություններից։ Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Այս ժամի համար պատրաստել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունները, այն կօգնի մեր ալիքի առաջխաղացմանը։ Ձեզ առաջիկայում սպասվում են նոր հարցազրույցներ եւ նոր բացահայտումներ։ Շողակաթ հեռուստաընկերությունը կփակվի։ Տեսալսողական մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ազգային ժողովում ընդունվեց 63 կողմ 31 դեմ 0 ձեռնպահ ձայներով։ Դրանով նախատեսվում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել հասցնելով 2-ի, միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Խոսքը հոգևոր մշակութային շողակաթ հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։ Հասարակական քաղաքական գործիչները արձագանքել են այս որոշմանը, նշելով. ազգային ժողովում ընթացող քննարկումներից ու քվեարկությունից ակնհայտ է դառնում, որ օրինագիծը ոչ թե համակարգային բարեփոխում է, այլ հերթական քաղաքական հաշվեհարդարի փորձը։ Շողակաթի դեմ պայքարը մեծ հաշվով պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական մշակութային հաղորդումների դեմ։ Երևանում մեկ օրում 2 անչափահաս երեխա է մահացել։ Երևանում ծնողները կախված են գտել իրենց 15-ամյա տղային։ Կտրել են պարանը, ապա տեղափոխել Ուիգմոր բժշկական կենտրոն։ Բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթուղթ է կազմվել, որը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգտատեր Սեդա Խաչատրյանն էլ ահազանգում է։ Մուրացյանի հիվանդանոցում տեղի է ունեցել սպանություն։ Դիմացնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ եւ ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։ Ընդամենը պետք էր կտրված կանել լիդոկայինով, մաքրել թարախը եւ նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ, բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում, եւ նարկոզի գործողություններից ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել։ Երեխան խեղդվել է եւ տեղի է ունեցել սրտի կանգ։ Պետք է պատասխանատվություն կրեն բուժող դիմացնոտային վիրաբույժ Քրիստինե Վարդանյանը, անեսթեզիոլոգ Մեսրոպ Մարգարյանը եւ իհարկե Մուրացյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանը, ով կոծկում է ճիշտ եղելությունը եւ թույլ է տվել մինչ օրս աշխատել այս բժիշկներին։ Պատասխան են տալու բոլորը, անգամ բուժքույրները։ UEFA-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի իսպանական Բիլբաո քաղաքում անցկացվող Աթլետիկ Ղարաբաղ, որը Բաքվի թիմն է, խաղի ժամանակ մարզադաշտում ծածանվել է Արցախի դրոշը։ Սա մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանցի ֆուտբոլային երկրպագուների շրջանում։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները, բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ եւ իրավունքի նորմերի խախտումներով։ Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցին պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Սա հարկադրված որոշում է։ Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը։ Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է։ Ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի հատորներին։ Դատանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը։ Ինձ դատանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել։ Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ դատական նիստերին պատրաստվելու համար։ Հասանելիություն չեմ ունեցել ձայնա եւ տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց։ Իմ բոլոր միջնորդությունները անտեսվել են քննչական մարմինների եւ դատանի կողմից։ Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ։ Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ։ Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին։ Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք։ Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանումը, հայտարարել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ամերիկյան CNN միջազգային լրատվականը հրապարակել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկը։ Ցանկում ներառված է ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալայզիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Աֆղանստան, Աֆղանստանից մինչև Հայաստան։ Լավագույն հացերի ցանկում ներառված է հայկական լավաշը։ Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության եւ ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի ու մարդկանց կենսակերպի մասին։ Սննդի համար ճամփորդողները կարող են օգտագործել այս ցանկը որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդությունը ծրագրելիս։ 32 տարի առաջ 1993 թվականի հոկտեմբերի 23-ից 24-ը տեղի ունեցավ Արցախյան առաջին պատերազմի գլխավոր ռազմագործողություններից մեկը՝ Հորադիսի ռազմական հենակետի վնասազերծման օպերացիան։ Հոկտեմբերի 23-ին գործողության մեջ դնելով 8 տանկ, 10 զրահամեքենա, մեծաքանակ հրթիռահրետային միջոցներ եւ հետեւակ, ադրբեջանական ուժերը Հորադիս ռազմահենակետից անցան հարձակման։ Միաժամանակ օղային գրոհներով նրանց աջակցում էին Ֆիզուլիի եւ Ջաբրայել Ղուբաթլու Զանգելան ճակատային հատվածներում դեռևս գործող ստորաբաժանումները։ Հարձակողական գործողությունների ընթացքում բացի տարատեսակ զրահատեխնիկական միջոցներից, հակառակորդը կիրառում էր նաեւ մարտական ինքնաթիռներ եւ ուղաթիռներ։ Թշնամական ուժերի հզոր հարվածային բռունցքին դիմակայելու համար ինքնապաշտպանության ուժերի Մարտունու, Կենտրոնական եւ Հադրութի պաշտպանական շրջաններից ընտրված ստորաբաժանումները իրենց հատկացված ճակատային գծի երկայնքով անցան պաշտպանության եւ 2 ժամ ցուցաբերած դիմադրությունից հետո հակառակորդին ստիպեցին ձեռնպահ մնալ հետագա հարձակողական մարտերից։ Նույն օրը Արցախի զինված ուժերի հրամանատարությունը օգտվելով մարտագծում ստեղծված բարենպաստ պայմաններից որոշում կայացրեց պաշտպանությունից անցնել հակահարձակման եւ վերահսկողության տակ վերցնել Հորադիս ռազմակայանն ու միաժամանակ փակել երկաթուղային հանգույցից դեպի Ղուբաթլու Զանգելան տանող միջանցքը։ Հաջորդ օրը հոկտեմբերի 24-ին ինքնապաշտպանության ուժերը Խաջաձև հարվածներով մտան Հորադիս եւ ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրին զինանոցի վերածված տրանսպորտային հանգույցը։ Հարավային ուղղությամբ իրականացված օպերատիվ մարտավարական հույժ կարևորության այդ ռազմագործողության ընթացքում հայկական կողմը տվեց 8 զոհ, 14 վիրավոր։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Վայելեք բիբլիական լեռան ֆոնին Արարատ կատարումը հայ կանոնահարուհու մեկնաբանմամբ։ Այսօրվա համար այսքանը։ Դարձեք մեր YouTube-յան ալիքի բաժանորդը եւ ձեզ կսպասվեն նոր անակնկալներ եւ բացահայտումներ։